Պարոն Մեհրաբյան, 2 օր առաջ աջակցություն ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի տեղի ունեցավ հանրահավաք, տարբեր ելույթներ հնչեցին, նախ կխնդրեմ ընդհանուր այդ հնչած ուղերձները, ելույթները ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն, տեսեք, ես անկեղծ ասած իրանց ելույթներին դից ուշադրություն չեմ էլ դարձնում, բայց ես իմ կարծիքն ունեմ ու ես կարող եմ իմ կարծիքն ասեմ, թե ինչ է կատարվում այսօրվա դրությամբ ու իմ կարծիքով մեր հայ ժողովուրդն էլ է հասկանում դրա մասին, մենք ինչ իրավիճակ ունենք հետևյալ, որ ռուսական փաթեթավորումով, մեր ձևով բրենդով մի հատ նվեր է սպասվում մեր ժողովրդին, այս մարդիկ եկել են, ուզում են փրկեն երկիրը, ինչից չեն կարող հասկանան, եւ մեր այդ նվերը բացելուց մենք կհայտնաբերենք մի բան, որ այդտեղ կգտնվեն այն բոլոր մարդիկ, ովքեր երկար ժամանակ այս երկիրը տարել են դեպի անդունդ։ Այսինքն ինչի մասին է խոսքը գնում։ Ես այնտեղ անկեղծ ասած չեմ տնում մի ուժ, որը կարողանա ինքը իր կարծիքը արտահայտի, չկա այդտեղ իրանց կարծիքը գոյություն չունի, դա զուտ ռուսական շահերը սպասարկող անձեր են, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունը չունենա իր պետականությունը, իր սահմանները չունենա, այսինքն այսքանով ես կարող եմ մեկնաբանել իրանց այդ ինչ ասեմ, հավաքը, ժողովը ասեմ, իսկ թե ովքեր էին մասնակցում, մեզ պարզ դառավ նաև ձայնագրությունները, որ երեք ժողովրդին ձեռնեց լսել, թե մարդիկ ոնց են գնում այդ մասնակցում։ Իդեպ այդ ձայնագրությունների մասով ինչ պիտի անի իրավապահ մարմինը։ Միանշանակ տվյալ ձայնագրությունները պետք է ստանան իրենց իրավական պատասխանը պետք է լինի, հա, պետք է հասկանանք ինչ է կատարվում, հա։ Մարդիկ կան որոշակի մարդկանց խմբեր, ովքեր դեռևս այդ փողերով գնում են մասնակցում են ինչ-որ ժողովների, հավաքների ու նաև եթե ուշադրություն եք դարձրել, նաև այն մեր հոգևոր առաջնորդների գլխավորությամբ մարդկանց ուղարկած այդ հոգևորականներին, որոնք նաև իրանք էլ էին մասնակցում այդ միտինգներին, ու նաև ունենք եւս ձայնագրություն, որտեղ հստակ երևում է, որ մարդիկ երբ որ չեն կատարում իրանց ղեկավարի ասածները, իրանք գործուղվում են, աքսորվում են ավելի ճիշտ, աքսորվում են ավելի հեռահար վայրեր աշխատելու։ Վերադառնալով ձայնագրությանը, այսինքն այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ 7 տարի է մեր երկրում այլևս փողով այդ տեսակ հարցեր չեն լուծում։ Գուցե ինչ որ մարդիկ այո, տրվում են այդ գայթակղությանը եւ գնում են հանրահավաքի, բայց այսինքն նրանք նույն ձևով պատրաստվելու են ընտրություններին։ Դե իրանք իրականությունից զուրկ մարդիկ են, ինչի համար, որովհետեւ նախկինում նման բանը արվում էր զուտ մի բանի համար, որ մարդկանց ցույց տան, թե ինչքան ժողովուրդ է հավաքվել հրապարակում, բայց հիմա արդեն ժողովուրդը ինքն է ընտրում իր ղեկավարին, իր առաջնորդին, ու այդ ամեն ինչ որ արվում է, դա իմ համար անկեղծ ասած ինչ որ անիմաց շարժումներ են ընդդիմության կողմից, որը իհարկե ոչ մի արդյունք չի բերելու։ Արամ Վարդևանյանը Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ Ոնց եք պատկերացնում։ Ոնց, տեսեք, հստակ ունեն գրված մեր սահմանադրության մեջ Սամվել Կարապետյանը իրավունք չունի, ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, ինքը չի կարող ստանձնել։ Այսինքն իրանք ուզում են մի sense ինչ-որ բան ստեղծեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ կլինի մի հատ առաջնորդ իրանց կողմից ընտրված, հա, որը կղեկավարվի Կարեն Կարապետյանի կողմից ինքը սենյակում նստած Կասիային, հա, Սամվել Կարապետյանի, կներեք, հա, Կասիային ինչ որ ինքը ուզում է ու կկատարեն իր ցանկությունները, բարձր ինքը որպես տեխնացու չի կարող լինել։ Երեք դեպի Էջմիածին քայլերց իրականացվեց եւ ձեր գործընկեր դաշնակցական Գառնիկ Դանիելյանը լրագրողների զրույցում նշել է, որ լուրեր կան, որ ՔՊ-ն պատրաստվում է հարձակվել Մայր աթոռի վրա։ Դրա համար ազգովի համախմբված ենք, ես խնդրեմ ասեք, կներեք այդ բառի համար պատրաստվում եք հարձակվել ընկերության վրա։ Ուրեմն երբեք մենք մեր կուսակցությունը եւ նաեւ հայ ժողովուրդը մենք ցանկություն չունենք հարձակվելու մեր եկեղեցու վրա։ Տեսեք, իրանք նորից ինչպես մի քիչ առաջ կրկնվեցի, այս մարդիկ իրականությունից զուրկ են, իրանք չեն կարող հասկանան, թե ինչ է կատարվում։ Հստակ կա օրենք, որը հաստատված է Մայր աթոռ Սուրբ Էջնացում, որ մարդը իրավունք չունի կուսակրոնության հարցն է ստեղ։ Իսկ մենք
որպես քաղաքական գործիչներ մենք չենք ընդհանրապես այդ գործին չենք խառնվելու, կան մարդիկ, ովքեր կմասնակցեն, ովքեր իրանց բողոքը կներկայացնեն ու ճիշտ բողոքը, որը իրականությունն է, այսինքն եթե մարդը խախտել է այդ օրենքները, ինչու պետք է նա ղեկավարի մեր վեհարանը։ Ըստ ձեզ եկեղեցի իշխանությունը այս հակամարտությունը ի վերջո ինչպիսի հանգուցալուծում կստանա եւ արդյոք Կտրիշ Ներսիսյանը այս զարգացումների բացահայտումների ֆոնին կամք կդրսևորի եւ կհեռանա թե կսկսի արդեն իսկապես ավելի մեծ ձևով քաղաքականությամբ զբաղվել։ Դե եթե վերցնենք ինքը արդեն զբաղվում է քաղաքականությամբ, հա, թե ինչ է իրան սպասվում, իմ կարծիքով հստակ է, ինքը պետք է թողնի իր գահը, հա, եւ հրաժարվի, այսինքն ուրիշ տարբերակ չկա, որովհետեւ կան օրենքներ եւ այդ օրենքները խախտված են եւ կան օրենքներ, որոնք գրված են բոլորի համար։ Չի կարող մի մարդ, որը լինելով մեր առաջնորդը առնում, ինքը անի այդ խախտումները ու միանշանակ ինքը պետք է հեռանա։ Եվ այսօր լուր տարածվեց, որ Գյումրու համայնքապետարանից ձերբակալվել է 8 անձ, այդ թվում Վարդան Ղուկասյանը, կաշառք են պահանջել ճարտարապետի հետ, ինչ որ կաշառքի եւ անկեղծ ասած, ես նոր նստած սենյակում դա է ուսումնասիրում, նայում չհասցրեցի, ես այդ մասով դեռ չեմ կարող ասել, բայց դա մեր համար Վարդան Ղուկասյան, հա? Այո, Վարդան Ղուկասյանը մեր համար տենց ինչ որ այն մարդը չէր, որ մենք չէինք սպասում իրանից նման բաներ։ Եվ կրկին Նարեկ Կարապետյանը աչքի ընկել իր ապաքաղաքական հայտարարություններով, իրանք միջոցառում անում են քաղաքական, բայց երբ իրեն հարց են հնչեցնում, ինքը ասում է, որ օրինակ այդ օրը ուխտի են եկել եւ չեն ուզում խառնել ուխտը եւ քաղաքական հարցերը։ Այս մարդը ոնց է պատրաստվում առասարակ քաղաքականության մեջ մնալ։ Դե տեսեք, իրանք ուրիշ տարբերակ արդեն չունեն։ Իրանք ամեն ինչ, այսինքն իրանց ուխտը ամբողջությամբ քաղաքական մի հատ քայլ էր, որը ուզում են փորձեն մեր ժողովրդին ցույց տալ, թե իրանք ինչքան ազնիվ են, ինչքան իրանց նպատակները ինչքանով է լավ, ինչ են ուզում, որ երկին են ուզում փրկեն, այսինքն ուխտ են անում, ուխտ ինչի համար են անում։ Ես չեմ կարող հասկանամ իրանց, հա, ում հաղթեն։ Տեսեք, այստեղ մենք մի բան պետք է հասկանանք։ Ժողովուրդն է ընտրում։ Այսինքն իրանք չեն կարող, այս միջև մի չեն կարող հասկանալ, որ Հայաստանում 18 թվականից հետո որ ժողովուրդն է ընտրում իր առաջնորդին ու դա շարունակվելու է։ Մենք չենք թույլ տա, որ ինչ որ մարդիկ, ովքեր ինչ որ նպատակներ ունեն, այսինքն գան կանգնեն տեխնացու ներկայացնեն, որը սահմանադրությամբ արգելված է, իրան արդեն ներկայացնեն որպես տեխնացու, այսինքն այդ մարդիկ ինչ են ուզում, այդ մարդիկ իրականությունից զուրկ մարդիկ են։ Խոսենք նաև Արամ առաջին կաթողիկոսի վերաբերմունքի փոփոխության մասին, նա սկզբում շատ կոպիտ քննադատության էր ենթարկում իշխանություններին, հայտարարում էր, որ հալածվում է եկեղեցին եւ այլն, բայց վերջերս ականատես եղանք, որ նա իր գահակալության 30-ամյակի հետ կապված նվեր էր ուղարկել վարչապետին, իր ողջույններն էր ուղարկել վարչապետին, ինչ է կարծում, նա կդառնա այդ հակամարտությունը։ Կարծիքը կարող եմ ասեմ, այստեղ ես տեսա հետեւյալը, որ ինքը իր աջակցությունը եւ իր երախտությունը ներկայացրեց մեր վարչապետին։ Այսինքն ինքը այն ինչ որ արվում է Հայաստանի Հանրապետությունում, ինքը այդ ամեն ինչին կողմ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։